Այս աշխարհում սխալ բաներն են համարվում գլամուրային արագաշարժ մեքենաները, լոլիկ նետելու մրցույթները, դերասանները, մինչդեռ կան ճիշտ բաներ. ժամանակին քնելը, երկարատև զբոսանքը, մթնշաղին երկինք դիտելը, բարությունը։ Դա չի նշանակում, որ գլամուրային ոչինչ չկա։ Ուղղակի պետք է մեր հիացմունքն ու հուզմունքը խելամտորեն ուղղենք այն բաների վրա, որոնք իսկապես հեղինակություն են վայելում։ Նկարիչները կարող են օգնել մեզ։ Ամենակարևոր բաներից մեկը, որ արվեստը կարող է անել մեզ համար, գլամուրի լուսարձակը լավագույն եւ հնարավորինս օգտակար ուղղություններով թեքելն է։ Նկարիչները բացահայտում են բաներ, որոնք մենք սովորաբար անտեսում ենք, մինչդեռ պետք է խորապես հետաքրքրված լինեինք դրանցով։ Աղախինները հացն ու կաթը 1650-ականների վերջերին առանձնապես հետաքրքրություն չէին ներկայացնում, երբ Յոհաննես Վերմեերը նկարեց այս նկարը։ Այս կինը հայտնի չէր, նկարիչը մեզ ցույց չի տալիս մեկին, որն արդեն իսկ հիացմունք է վայելում։ Այնուամենայնիվ, Վերմեերը կաթ լցնող աղախնի մեջ տեսավ մի բան, ինչն իր կարծիքով արժանի էր երկարատև ուսումնասիրման ու հիացմունքի։ Նա կարծում էր, որ իսկապես կարևոր բան է կատարվում։ Աշխարհիկ չափանիշներով դա բավական համեստ իրավիճակ է, բայց այդ խնամքը հուզիչ է։ Վերմեերը տպավորված է այն մտքով, որ մեր իրական կարիքները կարող են բավականին պարզ լինել։ Հացն ու կաթն իսկապես բավականին կշտացնող են։ Պատուհանից սփռվող լույսը հիասքանչ է, իսկ պարզ սպիտակ պատը կարող է հաճույքի գլխավոր աղբյուր դառնալ։ Վերմեերը վերաբաշխում է գլամուրը բարձրացնելով իր պատկերած իրերի հեղինակությունը և փորձում է ստիպել մեզ զգալ նույն բանը։ Կաթնավաճառուհին տնային հաճույքների յուրօրինակ քարոզչություն է կամ գովազդ։ Կամ վերցնենք ժանյակների պատրաստման տքնաջան ու հմուտ աշխատանքը։ Վերմեերը նկարում է իր գործով տարված գործարար կնոջը նվիրվածությամբ ու հոգատարությամբ, որոնք դրսևորվում են ռազմական հերոսի կամ մեծ քաղաքական առաջնորդի նկատմամբ։ Վերմեերն ինքը շատ առումներով առանձնապես ուշագրավ չէր։ Նա ծնվել է 1632 թվականին փոքրիկ, բայց գեղեցիկ Դելֆտ քաղաքում, որտեղ նրա հայրը չափավոր հաջողակ նկարավաճառ եւ պանդոկապան էր։ Նա այնտեղ է ապրել իր կյանքի մեծ մասը։ 20 տարեկանում ամուսնանալուց հետո նա երբեք չի մեկնել Դելֆտիից։ Նույնիսկ շատ հազվադեպ է լքել իր գողտրիկ տունը։ Նա եւ իր կինը Կատարինան ունեցել են ողջ մնացած 11 զավակ, իսկ իր նկարների մեծ մասը նա արել է վերին հարկի սենյակներում, Կատարինայի բնորդությամբ։ Վերմեերը դանդաղ էր նկարում, մասամբ նաև այն պատճառով, որ նա միայն նկարիչ չէր։ Նա շարունակեց նկարավաճառի եւ պանդոկապանի ընտանեկան գործը, ինչպես նաև դարձավ տեղական նկարիչների համքարության ղեկավարը։ Ժամանակակից չափանիշներով նրա կարիերան մեծ հաջողություն չի ունեցել։ Նա առանձնապես հայտնի չէր, շատ փող չէր վաստակում։ Իրականում այն ժամանակների նոր, կարևոր միջին խավի մարդու օրինակելի ներկայացուցիչներ։ Վերմեերը պատանի էր, երբ Հոլանդիան դարձավ անկախ պետություն, առաջին բուրժուական հանրապետությունը։ Ի տարբերություն շրջապատի կիսաֆեոդալ ազնվական ազգերի, Հոլանդիան պատիվ եւ քաղաքական իշխանություն տվեց մարդկանց, որոնք չէին կազմում հասարակության վերնախավը՝ առևտրականներին, ադմինիստրատորներին, բարգավաճող ադմինիստրատորներին եւ ձեռնարկատերերին։ Դա աշխարհի առաջին ակնառու ժամանակակից երկիրն էր։ Այս դարաշրջանում մեծ էր քրիստոնեություն հասկացությունը, որը հեշտությամբ անջատվում էր շրջապատող աստվածաբանությունից։ Գնալով ավելի արդիական է դառնում, որ յուրաքանչյուր մարդու ներքին կյանքը կարևոր է, նույնիսկ եթե արտաքուստ նա ոչնչով աչքի չի ընկնում։ Նույն նկատառումներով Վերմեերը նկարում է մարգարտեական ջողերով աղջիկը։ Նա հայտնի կամ կարևոր մարդ չէ, նա հարուստ չէ։ Ականջողը, որը նա կրում է, գեղեցիկ է, բայց դա աննշան կախազարդ է նորաձև աշխարհի աչքերում։ Դա նրան պատկանող միակ թանկարժեք բանն է։ Այնուամենայնիվ նա արդարանալու կարիք չունի։ Նրան չեն ճնշում, նրա հետ վատ չեն վարվում։ Ավելի լավ բառ չգտնելու պատճառով ասեմ, որ նա սովորական է։ Եվ ամեն դեպքում նա, ինչպես բոլորը, ամենևին էլ սովորական չէ։ Նա եզակիորեն, խորապես եւ առեղծվածային կերպով հենց ինքն է։ Վերմեերի փիլիսոփայությունը լավագույնս անփոփող նկարը Փոքրիկ փողոցը դարձել է աշխարհի ամենահայտնի արվեստի գործերից մեկը։ Այն իր պատվավոր տեղն է գրավում Ամստերդամի նշանավոր Ռեյքսմուզեումում, ապահովագրված է մոտ կես միլիարդ եվրոյով եւ բազմաթիվ գիտական հոդվածների թեմա է դարձել։ Սակայն նկարն ակնհայտորեն չի համապատասխանում իր կարգավիճակին, քանի որ ամեն ինչից առաջ այն ուզում է մեզ ցույց տալ, որ սովորականը կարող է շատ առանձնահատուկ լինել։ Նկարում ասվում է, որ պարզ, բայց գեղեցիկ տան մասին հոգալը, բակը մաքրելը, երեխաներին խնամելը, հագուստը կարկատելը եւ այդ ամենը բարեխղճորեն եւ առանց տրտնջալու կատարելը կյանքի իրական պարտականությունն է։ Սա հակահերոսական նկար է, զենք գլամուրի կեղծ պատկերների դեմ։
Այն հրաժարվում է ընդունելուց, որ իսկական գլամուրը նա է, որ զարմանալի քաջարի սխրանքներ է անում կամ կարգավիճակ ձեռք բերում։ Այն պնդում է, որ բավական է կատարել համեստ արարքներ, որոնք ակնկալվում են մեզնից։ Վերմեերը երկար չի ապրել, մահացել է 1675 թվականին ապրելով 40 տարուց քիչ ավելի, բայց նա մեզ մի կարևոր եւ չափազանց ողջամիտ գաղափար է հաղորդել։ Մեզ համար կարևոր բաներից շատերը հուզիչ, հրատապ, դրամատիկ կամ յուրահատուկ չեն։ Կյանքի մեծ մասը մենք անցկացնում ենք առօրյա, համեստ, անշուք եւ անկեղծ ասած ձանձրալի բաներով զբաղվելով։ Մեր մշակույթը պետք է նպաստի, որ մենք կարողանանք գնահատել միջինը, սովորականն ու առօրյան։ Երբ Վերմեերը նկարեց իր հայրենի քաղաքը, նա հատուկ օր չէր ընտրել։ Երկինքը ոչ շատ անպամած էր, ոչ էլ առանձնապես արևոտ։ Ոչինչ չի կատարվում, չեն երևում հայտնի մարդիկ։ Այնուամենայնիվ, ինչպես նա է մեզ փորձում հասկացնել, ամեն ինչ իսկապես շատ յուրահատուկ է։